Վերահոսումից հետո առաջին անգամ էր մայր տաճարում դռնբացեքի կարգ կատարվում։ Այս արարողությունը կատարվում է Ծաղկազարդի երեկոյան, խորհրդանշում է Քրիստոսի երկրորդ գալուստը, երբ արդարների համար պիտի բացվեն երկնային արքայության դռները։ Բոլոր հավատացյալներիս համար այսօր մեծ ուրախություն է, որ տաճարի վերահոսումից հետո առաջին անգամ հավաքվել ենք այստեղ միասնաբար մասնակցելու դռնբացեքի այս խորախորհուրդ արարողությանը, երբ երգվում է «Բաց մեզ Տեր» երգը եւ հոգեվորականների աղերսներն են հնչում, որպեսզի բացվի փրկության դուռը։ Դռնբացեքն ընթանում է վարագուրված մայր խորանից ներս եւ դրանից դուրս գտնվող հոգեվորականների միջև երկխոսության ձևով։ Հոգեվորականները ծնկաչոք խնդրում են Տիրոջը բացել ողորմության դուռը, որպիսի արդարները մուտք գործեն այնտեղ։ Ամենքիս համար փրկության դուռը Քրիստոս է, եւ հետեւաբար երբ բացվում է այլևս խորանը, Քրիստոս մեր առջև է հայտնվում, եւ այս առաջիկա շաբաթը, որ ավագ շաբաթ է կոչվում, բնականաբար հենց այդ ճամփորդությունն է Քրիստոսի հետ, իր երկրավոր կյանքի վերջին շաբաթն է, բայց մեզ համար ել առավել առիթ է մտերմանալու, իսկապես հասկանալու, թե ինչ է աստվածային սերը եւ ինչպես կարող է յուրաքանչյուրիս կյանքը փոխել։ Դռնբացեքի խորհրդավոր արարողությունը քրիստոնյային հիշեցնում է, որ պետք է ամեն ջանք գործադրի բարիք գործելու, աստվածահաճո կյանքով ապրելու համար, որպիսի դառնա երկնքի արքայության ժառանգորդը։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։